Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, ուրախ եմ, որ մեզ հետ եք։ Շարունակում ենք մի ամսյակը, որը նվիրված է այցելություններ ռեստորաններից։ Մտնենք ռեստորան եւ տեսնենք, թե ինչով պիտի զարմացնեն մեզ այս ռեստորանում։ Բարեկամներ, հիմա կտեսնենք, թե մեր հաղորդման հյուրը, ով La Folie ռեստորանի խոհարար Հանսն է, ինչ է պատրաստել մեզ համար եւ ինչով պիտի զարմացնի մեզ բոլորիս։ Ողջույն, Հանս։ Լավ ես։ Լավ ես, շատ ուրախ եմ։ Grilled pork chop Խոզի հաստկող, այո։ with grilled vegetables. Այսօրվա դեմիգլաս սոուսն էլ սոխով եւ խնձորի սոուսով է։ Դեմիգլասը խնձորով եւ սոխով։ Այո։ Սմբուկ, դթմիկ եւ տագդեղ, կարլիկ Garlic, pepper, salt. եւ սխտոր, աղ, պղպեղ եւ լավ տրամադրություն։ Take a little bit of olive oil. Զեյթունի ձեթ ենք օգտագործում։ Աղ, պղպեղ, զեյթունի ձեթ եւ մեկ բճեղ սխտոր։ A little bit of garlic, not too much. Ոչ չափից շատ, այլ թեթևաճի։ Խառնում ենք բանջարեղենը եւ գրիլ եղանակով պատրաստում։ Գրիլ ասվածը մենք գիտենք, որ դա խորովածի տարբերակներից է, բայց ոչ այդպես ամբողջական խորոված։ Միջազգային տերմին է գրիլը, բայց ամբողջական այդպես չի արտահայտում խորոված ջերմային մշակման եղանակի այդ բովանդակությունը, բայց այնուամենայնիվ Pork, խոզի հաստ կողերը, only pepper and salt. Միայն աղ եւ բիբար։ աղ եւ պղպեղ։ If you put garlic on Նպատակահարմար չի գտնում սխտորը ամեն ինչի մեջ օգտագործել, որպեսզի ամեն ինչից սխտորի համ չգա։ Այո։ we want people to taste. Քանի որ ինքը սովոր է, միսը, երբ որ ուտում են, նույնը եւ գառան մասին է, նույնը եւ հորթի մասին է, որ իրենից զգանք հենց այն Ավելի համը, շատ մսի բնական, համը ինչը զգանք։ որ ինքը ունի իրականում։ Ես գիտեմ, որ Հանսը նույնպես նկատել է, որ մեր մթերքը շատ ավելի համեղ է եւ շատ ավելի բնական։ Բանջարեղենը թեթև էսպես այնքան, որ մի քիչ կեղև վերցնի։ Այս կոնվենցիոն վառարանը ավելի նպատակահարմար է որակը պահպանելու Որակ իմաստով։ պահպանելու Կարող համար։ ենք իհարկե նաև միայն գրիլով անել, բայց Այսինքն ավելի հեշտ է կառավարել այո, եւ հեշտ է մթերքները։ կառավարել։ Սա մեկ բաժին է մասի համար է This is կտրատվում։ for one portion, right? This is one portion, yes, two small chop. Եվրոպայում ավելի մեծ են խոզերը եւ մի հատն էլ բավական է։ This has pepper. Մենք կարող ենք մեր հեռուստադիտողներին խորհուրդ տալ, եթե չկա տանը գրիլ ապարատ, ապա առանց ձեթի տապակի մեջ ուղակի տապակը տաքացնելուց հետո մի քիչ կերևապատենք նոր դնենք։ For home, yes. Այո։ Go on. Go again in the oven. Friends, My friend, 8 րոպե կպահանջվի վերջնական պատրաստման համար, այսինքն Հանսը ընտրեց այնուամենայնիվ Հայաստանում օգտագործվող այդպես տապակման չափը, այսինքն ամբողջությամբ տապակված, 8 րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի։ Եվ նաև տաքացնում ենք դեմիգլաս սոուսը, շատ հայտնի սոուս է, շատ կիրառվող, հատկապես Եվրոպայում եւ նրա պատրաստման ձևը մենք կմտածենք, թե ինչպես ցուցադրել։ Իրականում դա ոսկորների արգանակն է, շատ երկար եփված, այնքան երկար, որ նույնիսկ մի քիչ գույնը փոխվում է խտանալու արդյունքում։ Եվ տարբեր համեմունքներ մենք կարող ենք ավելացնել, ինչպես Հանսն է ավելացնում, կլինի սխտոր, կլինի աղ, պղպեղ եւ այլ համեմունքներ։ Առիթը կլինի եւ մենք միասին կպատրաստենք։
Ահա, պատրաստ է արդեն, բանջարեղենը պատրաստ է, միսը հիմա կմատուցենք։ Այստեղ պիտի նշենք, որ նաև խոհարարը պիտի ունենա գեղագիտական զգացում, այսինքն գեղեցիկի պատկերացումը պիտի հետապնդի միշտ գույների A good chef is always a creative person. Լավ շեֆ խոհարարը միշտ կրեատիվ մարդ է։ այո Տակացավ նաև սոուսը։ Ահա այս կերակուրն էր, որ միասին պատրաստեցինք Հանսի հետ միասին։ Հանս ջան, ես ուզում եմ քո առաջարկները, քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին։ I hope you have learned something and use it to cook in your kitchen. Հույս ունենք, որ ինչ-որ մի բան քաղեցին եւ կօգտագործեն իրենց խոհանոցում։ Այո, իհարկե, անշուշտ հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Հանսին, ցանկանանք, որ նա իր գործունեությամբ բավարարված լինի Հայաստանում, բավականություն ստանա, ինչու՞ չէ նաև իր խոհարարական այդ հմտություններին ավելացնի նաև որոշ տարրեր հայկական միջավայրից, խոհարարական միջավայրից։ Yes, I must say Armenia is a very beautiful country with very friendly people. It has been one of the most unique experiences in my life. And to other people, I say, if you don't know where to go on holiday, go to Armenia. Ապրեզդու։ Հայաստանը իր համար շատ հյուրընկալ է, մարդիկ շատ բարի են։ Շատ շնորհակալություն Ասա ջան, քեզ էլ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել, լավ մթնոլորտ էր, լավ միջավայր եւ ուզում եմ, որ մենք բոլորս միասին այդպես հենց համագործակցելով ստանանք լավ արդյունք։ Կերակուրը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությունով եւ կարմիր անապակ հայկական, անապակ եւ անսահմանափակ գինով։ Այսքանն ենք պատրաստել։ Լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խոզի ստեյք։ Խոզի հաստկող 2 կտոր, սմբուկ 40 գրամ, դեղին դագդեղ 30 գրամ, վարունգ 30 գրամ, ձիթայուղ 10 գրամ, կարագ 20 գրամ, դեմիգլաս թանձրուկ, սխտոր, աղ, պղպեղ, բարյախորշակ։